Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններից մեկ օր առաջ Իսրայելը գլխատել է Իրանի ռազմական էլիտան հարվածներ է հասցրել նաև միջուկային օբյեկտներին և երկրի գիտնականներին։ Իրանի վրա հարձակումը բավականին լավ ծրագրված էր, կարծում են մասնագետները։ Իսրայելի ռազմական ավիացիան գրեթե չի վրիպել, հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Թեհրանին, Թավրիզին և այլ քաղաքների։ Երկկողմ լավականաչափ ակտիվացումը նկատել էր, որ կողմերը կարող են որոշակի պայմանավորության հանգել Օման բանակցությունների ընթացքում փաստացի Իսրայելի գործողությունը, որը բավական ժամանակ պատրաստված էր, բայց անընդհատ էր Միացյալ Նահանգների կողմից որոշակի գործողությունների կամ նախազգուշացումների արդյունքում ավելի շուտ տեղի ունեցավ եւ դրա նպատակն էր բանակցությունների արդյունքում համաձայնություն ստանալ։ Թեհրանի օդանավակայանն է փակվել այս հարվածների հետևանքով, զոհվել է Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի բանակի փոխհրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը, զոհվել է նաև Իրանի գերագույն ռազմական գործողությունների շտաբի հրամանատար Խաթեմի Ալ-Անբիան։ Նրանք իսլամական պետության ռազմական էլիտայի ներկայացուցիչներն էին։ Այս պայմանությամբ պարզ է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Իրանը պատասխանատվություն կհասցնի, ամբողջ երկիրը վերել է մարտական պատրաստության մեջ եւ սպասում եմ, որ աննախադեպ պատմության միջև այժմ չտեսած հարձակում լինելու Իրանի կողմից Իսրայելի վրա։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին չի օգնել Իրանին հարվածներ հասցնելու համար, բայց միաժամանակ Իրանի պատասխան հարվածի դեպքում աջակցելու է Իսրայելին։ Մենք ներգրաված չենք Իրանի դեմ հարվածներին եւ մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։ Նախագահ Թրամփը եւ վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար եւ սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակ ասել, Իրանն իրավունք չունի թիրախավորել Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերն ու անձնակազմը։ Չնայած այս հայտարարություններին, Թեհրանը Միացյալ Նահանգներին համարում է Իսրայելի հարվածների համահանցակից։ Միջազգային agent Սուրեն Սարգսյանի խոսքով այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրաված չէ եւ հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ գլոբալ աղետի նախաշեմին։ Թուրք-ադրբեջանական զորավարժություններն էլ քթներիս տակ։ Իսրայելն էլ պնդում է, թե սրանք կանխարգել իր գործողություններ են։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ըստ Իրանագետ Վարդան Ոսկանյանի, Իսրայելը սպասում է Իրանի պատասխան հարվածին։ Իրանի պատասխան հարվածի սպասումով Իսրայելի առաջին դեմքերին սպասարկող Սիոնի թև անվանումով թիվ 1 ինքնաթիռը բարձրացել է օդ։ Սա ցույց է, որ իրանական կողմի պատասխան հարվածի թիրախ կարող են դառնալ հենց Իսրայելի առաջին դեմքերը, ինչից խուսափելու համար էլ ինքնաթիռը հավանաբար օդ է բարձրացվել։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է բանակին վրեժ լուծել։ Հայտարարությունից րոպեներ անց Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ 100 անօդաչու սարք է արձակել։ Ստեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։